Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամանվոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Հաղորդման շրջանակում մենք անդրադառնում ենք այն թեմաներին, որ կարող են հուզել 65 եւ ավելի տարեկան անձանց։ Մենք խոսում ենք առողջ ապրելակերպի, սննդակարգի, հոբիների, աշխատանքային իրավունքի, վաստակած հանգստի մասին։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք հաջողությունների պատմությունների շարքում, այսօր ես պատվավոր հյուր ունեմ, հյուրընկալել եմ Սերգեյ Պատվականի Բարսեղյանին, նա մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գլխավոր բժիշկն է։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ եւ մի կես դարից ավելի պատմություն մասնագիտական, որին կանդրադառնանք, բարի օր ձեզ բժիշկ պատիվ եմ հանվարում, որ եկաք։ Ես ձեր կենսագրությունը երկար նայեցի, շատ երկար նայեցի, հաշվարկներ արեցի, ստացվում է, որ դուք իմ ապրած կյանքի չափ միայն աշխատել եք ոնց որ ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում, այն էլ սովորական հիվանդանոցի, չէ, մոր եւ մանկան, այսինքն ձեր գործը առնչվել է նորածինների հետ, հղիների հետ, շատ դժվարին աշխատանք է, մշտական ստրեսից, մշտական ինչ-որ տասնամյակների ստրեսից հետո ոնց եք այսպես բարի, հանգիստ մնացել, այդ գաղտնիք պիտի ունենա որ։ Երևի դա էլի բնավորությունից էլ է գալիս, ապրած կյանքից էլ կարող է լինի, քանի որ բավականին լուրջ կյանք եմ ապրել ես, աշխատելով շատ տեղերում եւ ոչ միայն բժիշկ, դպրոցական տարիներից սկսած, երևի դից էլ գալիս է։ Դե հետո փորձը ինձ բերեց նրան կյանքս, որ ինչքան շատ ես խառնվում, այնքան քո էֆեկտիվությունը ցածր է լինում։ Մի բան որ պետք է անես։ Սառը գլխով։ Ամեն տեղ, անկապ նրանից թե դու օպերացիոնում ես, ռեանիմացիոն պալատում ես, փողոցում ես, թե ղեկին ես, օրինակ։ Խառնվել չկա, ամեն պահին դու պետք է գտնես ելք, այն ելքը, որ ոչ մեկին վնաս չտաս ու քեզ էլ վնաս չտաս, էլի, երևի տենց է։ Մասնագիտական ինքնայրում էլ չունենաս, ձեզ էլ եք պահպանել, ինքնայրում, եթե ունես, պետք է կողքինները չտենան, ոչ չկա, ոնց կարող է ինքնայրում չլինի, կյանքում նամանավանդ վիրահատան սրահում, նամանավանդ պալատում, ծնարանում հատկապես, կանայք շատ վատ բնավորություն ունեն, կարան արնահոսեն, մեղմ ասած, կարան ուշները գնա այդ պահերին, եթե ով ինչ խառնվում է, բոլորը հայացքները գցում են դեպի անեստեզիոլոգին, պետք է այդ պահին ես եմ ուրեմն ինձ, եթե ես չեմ ուրեմն մեր տղերքից կամ աղջիկներից մեկն է, բավականի ծանր մասնագիտությունը, բավականի։ Գիտեք ինչ է ինձ հետ։ Բայց չեմ ափսոսում այդ եմ ընտրել։ Հաստատ։ Չեմ ափսոսում։ Անեստեզիոլոգիան բժշկության այն բանն է, որ անգամ բան պետք է իմանաս թերապիա, անատոմիա, ֆիզիոլոգիա, պաթոֆիզիոլոգիա, ֆարմակոդինամիկա, ֆարմակոլոգիա, ով ոնց է ինչ աշխատում, հələ դրան պլյուս երեխա հղիկին, չէ որ հղիկինը դա հիվանդություն չի, դա հպարտություն է առաջի հերթին, բայց սասվայի մի պրիչին դալում, էլի, հղիկանոչը ամեն ինչ ներելի է, ամեն ինչ կարելի է, եթե կարաք, հա, բայց ներելի է միանշանակ, իրանք բացի ամեն ինչից ստրես են տանում, չէ, ստրես են տանում, դա սովորական բան չի, կսենք, թող ամենաշատը մի քանի անգամ հղի լինի, բայց կյանքը երկար, դա իր ստրեսորն է, բայց համել հանգստանում է, համենատուս իրանք տենց են ասում, էլ ես երբեք հղի չեմ եղել։ Կա այդպիսի բան, գիտեք ես ինչ էի մտածում, ձեր մասնագիտությունը մի տեսակ նաև խոցելի է, այսինքն մարդը ում հետ աշխատում եք, ինքը նաև դե որ քնած է, անզգայացած է, հիմա դա հեշտացնում է գործը, թե մարդուն ավելի խոցելի է դարձնում իր հետ, այսինքն աշխատելիս։ Մյուս բժիշկների պարագայում դե գոնե մարդը ձայն կհանի, ցավի մասին կասի, այսինքն հաղորդակցություն կա, ձեր կողմից ոնց որ իրավիճակի տերը լրիվ դուք եք, պատասխանատուն տվյալ մարդու այդ վիճակի համար եւ վիճակից դուրս գալու միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, երբ որ շատ տարածված են նարկոզները,
նարկոզները։ Իհարկե, հիվանդը քնած էր, քո հույսը, հավատը, քո պուլսն է, ճնշումն է, որոշ լաբորատոր տվյալներ, որը հնարավոր է անել, կարդիոմանիտորներն, որ դա այնպես ոնց է սիրտը, ոնց է հեշի, այն ված նարկոզի տակ։ Հիմա շատ բարձր տոկոս գալիս է պերիդուրալ կամ սպինալ ցավազրկման։ Թե արդեն հիվանդը հղիներին չասենք հիվանդ էլի, կանայք իրանք մասնակցում են իրանք վիրահատմանը, իրանք լսում են, եթե առաջներում խիրուրգն ու անեստեզիոլոգը կամ իրանք իրար մեջ կարային ոչ այնքան կորեկտ բաներ խոսային։ Դե հումոր անեին։ Դաժե եթե հումոր, այդ մարդը ստրեսի մեջ պարկած հումորը էլի, այն վաղտ կարային իրանք թույլ տային, իսկ հիմա դրա տակ չեն կարա, ամեն ինչ լսում է ու շատ սուր է ընդունում, Դժվարացել է գործը։ Դժվարացել է, էլի։ Դուք ասում եք, ես հենց մտովի իմ փորձն եմ գնում, այո, մասնակցում ես, լսում ես, հաղորդակցվում ես։ Բժիշկ, այս հաղորդումը նաև ավագ սերնդի համար է ու մասին, եւ երկրորդ շնչառություն է անունը, դուք եղել եք ձեր կյանքում этап, որ կանգնել եք, երկրորդ շնչառություն եք վերցրել ու հետո շարունակել եք։ Չէ։ Առաջինի մեջ եք դեռ։ Հələ առաջինի մեջ եմ, բայց այս վերջի տարի ու կեսը ոնց որ ռեանիմատոլոգ, անեստեզիոլոգ ինձ թվում է արդեն գնում եմ դեպի երկրորդ շնչառությունը, բայց դժվար թե ես էլ կարողանամ կամ ցանկանամ աշխատել այդ մասնագիտությամբ վերջին հաշվով։ Դե այգի մշակելուց, խաղաղ, հանգիստ, դա փետ կոդրելուց, փեչ վառելուց, ես ձեռից շատ բան է գալիս, էլի, բացի նրանից ես դպրոցական տարիների մալար եմ աշխատել։ Էդ ոնց։ 10-11-րդ դասարանի ես բան էի, առաջներում կար շկոլա ռաբոչեի մալադյոժի, որը կոչվում էր Вечерняя։ Ավարտել եմ վերջի երկու դասարանից բանը, Вечерний դպրոց եմ ավարտել։ Իհարկե ձեր պարապել եմ, Էվատ մեր քիմիա էր, ֆիզիկա էր, ռուսկի պիսմեն է, ռուսկի էր։ Ամեն պարապել։ Բայց ձեր ցանկությամբ էիք աշխատում, թե որ ազատ չմնայիք, թե փողի համար, հետաքրքիր է։ Ամեն ինչի համար։ Համ ստաժ ունեցա, որը ինձ առավելություն տվեց բժշկական ընդունվելուց։ 2 տարվա ստաժը հաշիվ բեր արդեն, էլի։ Համ աշխատավարձ ստացա, համ ես իմ լուման, так сказать, տատիկիս հետ, հա։ Չէ, ես գոհ եմ։ Լավ դպրոց էր, բավականին շատ գիտելիքներ տվեցին, ճիշտ է, ես այդ 200-ական ռեպետիտորների հետ էի աշխատում, ես իմ աշխատավարձից հաշվին ու մանկուց ինքնաբավ եք եղել։ Այո, միշտ կլինի դեր դպրոցում, կլիներ դպրոցում, կլիներ դա փողոցում, միշտ ես իմ կարծիքը ունեցել եմ, բայց եթե իմ կարծիքը եղել է սխալ, ասել եմ ժողովուրդ ջան, ներողամիտ եղեք, չեմ հասկացել։ Ես առանց մեծ ուժ դնելու կարամ իմ սխալը ընդունեմ։ Առաջընթացի ճանապարհն է։ Եթե ես իրոք ինձ ապացուցում եմ, որ ես սխալ եմ, իսկ ինչի չընդունեմ, որ երկրորդ անգամ նույնը չանեմ, չէ՞։ Երևի դից էլ է գալի իմ հանգիստ, մոտեցումս, իմ հանգիստ ես հաճախակի, եթե ինչ-որ կոնֆլիկտային սիտուացիա է ստեղծվում, ինձ խնդրում են միջամտել, հա։ Դե առաջինը, որ տենում եմ մազերները սպիտակ, խալաթը վրետ, հանգիստ խոսալուց, ամեն ինչին հասելով, բայց չանելով իրանց հարթվում է, շատ եմ կարողացել դա անել, էլի, շատ։ Հեղինակությունն է, էլի, անվերապահ։ Բժիշկ, գիտեք ինձ ինչն է հետաքրքիր, որ բժշկական ընտանիքներում ավտոմատ երեխաները, կանայք, բոլորն էլ սկսում են բժշկի տեմպով, բժշկի բարդությամբ ապրել։ Ես գիտեմ, որ եղել են դեպքեր ձեր կյանքում, որ ձեր դե որդին, թեկուզ կինն էլ ներգրավված են եղել, գիտեք ինչն եմ ուզում որ ասեք, արյան հետ կապված, ես գիտեմ, որ ձեր կինը հատուկ արն ու դուք ստիպել եք, համոզել եք, որ ինքը
Նաև ներգրաված լինի, թե լրիվ համախոհ է դա էֆիրի բան, հա, եղել է դեպքեր, որ մեզ ոտկանայք ու ինքը շատ հազվադեպ խումբ ունի արյան, առաջի խումբը ռեզուս բացասական։ Երևի էտել դեր խաղաց, որ ես ունեցա երկու երեխա, ոչ թե ավել ինչքան ես էի ուզում, էլի։ Փոշմանել եք։ Դե մը փոշմանեմ, չփոշմանեմ, արդեն 6 հատ ծոր ունեմ։ 6 Անենց որ ուշա փոշմանել արդեն, էլի։ Դա մենք ունեցել ենք դեպքեր, որ կին արնահոսել է այդ խմբի, Այրան փոխներ արկման ինստիտուտում մի տուփ ա եղել, թե երկու չեմ հիշում, ես գնացել եմ կնոջս խնդրել եմ, դա 2 անգամ, 2 թե 3 անգամ այդպես դեպք ա եղել է, տվել է հիմա հա էլի ոնց Սերը երկարակեցություն տալիս է։ Անպայման, եթե вы знаете, ասեմ ձեզ ռուսերեն, счастлив тот, кто счастлив у себя дома. Երջանիկ է նա, ով տանն է երջանիկ։ Այո, աշխատանքա, փողոցա, անկերությունա, այդ իր տեղ ունի, բայց երբ որ դու մտնում ես տուն ու արդեն երջանիկ ես, որ տուն մտար, դա իհարկե բա լրիվ ստրես ու տանում է, իսկ ինչ են մարդիկ քիչ ապրում, դրան որ ստրես են տանում, ուշադրություն չեն դարձնում, ընդեն ջղայնանում, ընդեն ներվայնում, բայց որ մտար տուն ու դու բոլորը թողիր փողոցում վիրահատարանում, որտեղ տնից դուրս ասենք, տնից դուրս։ Համատեղ Հիմա ես մեր սոտով հեռախոսներ ընկան չեն թողում մարդ հանգիստ լինի, բայց էլի բոլոր դեպքերում աշխատում ենք էլի։ Համատեղ երջանիկ կեսդարյա կյանքի համար ինչ է հարկավոր։ Դուք ինչ եք ներդրել, ձեր կինն ինչ է ներդրել։ Ես եղել եմ դրսում, ինչ հնարավոր է տուն բերել ու դրսից եմ բերել, իսկ կինս տնտեսել է ու ստեղծել է։ Սկզբան մի քանի տարի աշխատել է ինքը, կակպյաներ վաժատ եւ այլն, հետո մի երեխա, երկրորդ երեխա վարձով ապրել էր, բան։ Դրամա ես կյանքս, երևի կյանքս էլի։ Մերկու տեղում աշխատել ամենակիչը։ Միշտ աշխատանքի մեջ, միշտ 12 ժամ եւ ավելի։ Եվ չպատմեմ մի հատ դեպքեր եղել, որ ես առաջին մանկականում հերթապահ անեստեզիոլոգ էի, իսկ ընդ օրը մեջ կլինիկան հերթապահ էր, 2 հատ մանկական խիրուրգիա կար։ Առաջին պլանի գլխինները եկել մորացանի վրա ու սկորի օրերը կիսել էին 15 օրնա կամ 16-15 ու ընեն ստացվեց որ ընկերը որը պետք է հերթապահեր իմ հետ միասին արձակուրդ գնաց իր zakonni արձակուրդներ փաստորեն ես 16 հերթապահություն տվել եմ մենակ առաջին մանկականում այս դրա հետ միասին 6 էլ իմ մոտ եմ տվել ճիշտ է մերոնք Խաղակում չէին, գնացել էին Վրաստանի պրոչը, հա։ Հիվանդանոցում եք ապրել, էլի։ Գործի տեղն եք ապրել։ Չկասկածեք, որ դա այտենց էլ եղել է։ Դա այտենց էլ եղել է։ Եղել է, ես տուն չեմ մտել 3 օր օրինակ բան։ Հետո որ եկան ստուգեցին, ինձ ասին, Սերգեյ Պատվականիչ, ինչ անենք։ Ասի ինչ չեն անում այդ դեպքում, ասի չի կարելի այտենց աշխատել, ասի 2 ամիս անցել է, ստուգում եկավ, ասի ինչ անեմ, ասեք, թե վրես կդրեք։ Հիմա եթե էդ է եղել, ես թողեի այդ կետը բաց, Պոստս թողել։ Չի լելի ասի, օրենքով չի կարելի է։ Թույլ չտայիք, մարդ բերեիք, հիմա մեր մասնագիտությունը այնքան դեֆիցիտ է մեր չէր, հիմա կան մի քիչ էլի կան, լավ տղեր կան իմիջալոտ լավ խելոք։ Գանք դրան, դուք ասացիք, որ ես երբեք գիտելիքս ինձ չեմ պահել, միշտ կիսել եմ, տվել եմ, ասացիք, որ 1.5 տարի առաջ էլ ոնց որ տվեցիք երիտասարդներին դուրս եկաք եւ հիմա էլ մեկ-մեկ որ նեղն ընկնեն, ձեզ կզանգեն, սերունդների տարբերության մասին խոսենք, ձեզ հեշտ է երիտասարդների հետ եղել, աշխատել, հարաբերվել։ Շատ։ Ես շատ հեշտ եմ իրանց հետ աշխատում։ Ես ունեմ ունակություն լսելու։ Կանչում եմ իմ առանձնած սենյակը,
Մենք ջահելներից մեկ-երկու հարց եմ տալի, yani ուզում եմ տենամ արժանի է, արժանի չի, բայց դե արդեն հարցը լուծված է, ոնց ասեմ ձեզ, раскручиваю։ Սկսում եմ պատմում են, իրանք են պատմում, հետո ես պրակտիկայից մի բան եմ պատմում, իրան ինքը որ պատմում, ասում, բա ինչ ես խոսում, մոտ էլ սենց մի բան ա եղել, էս ա եղել, են ա եղել, ու մենք երևի գիտեք ինչ կանեն ցալում միջև 45, միջև մի ժամ, այդ ջահել հետ շփվում եմ։ Ու խոսալու մեջ, խոսքի մեջ ես շատ մասնագիտական բան եմ իրան տալի։ Ես մի բան ասեմ, որ հայ վրացական սիմպոզիում ենք կազմակերպել 29 հատ 29 հայ վրացական մենակ սիմպոզիում ես եմ կազմակերպել, էլի իհարկե շնորհիմ էր հիմնարկի ղեկավարությանը, թիմով իհարկե։ Հա։ Մի 4-ը Ուկրաինայի հետ, մեկը Բելարուսիայի հետ, 2-ը Բուլղարիայի հետ, մեկը Ավստրիայի։ Ու դե ուր գնում ես, լսում ես այդ մարդկանց, լսում ես, գրում ես, ինչ որ մի թազա բան ես տենում։ Սովորում ես, տալիս, ինչ որ տենում ես, արդեն տարիների ընթացքում կամ համաձայնվում ես, կամ չես համաձայնվում։ Չես համաձայնվում այն առումով, որ կսենք դու այդ ճամփեն անցել ես, ստացել ես էս, ինքը նորը մտե այդ ճամփեն, իրեն կարաս ուղղություն տանց, ուզում Ֆրանսիայում Ֆրանսիա չեմ եղել, ուզում Ավստրիայում լինի, Բուլղարիայում լինի, թե Ուկրաինայում լինի, այդ բան չէ, էլի, հետո ընդից ես ինչ բերում եմ, իմ ոնց կանչում եմ, ասում լսեք, սենց բան կա, խաբարեք, սենց բան կա, մի հատ փորձեք ընդեղ եք լիտերատուրу поднимите, տեսեք ինչի ինչոց է, այդ եմ անում ես, այդ եմ անում։ Համ սովորում եք, համ սովորեցնում եք։ Անպայման։ Դուք ասացիք, որ բուհ ընդունվեցիք բժշկական ինստիտուտ անժամանակ քիմիա ֆիզիկայով, չէ, քիմիա կենսաբանությունով։ Չէ, այնպես չկար կենսաբանություն մեր տարիքին։ Քիմիա։ Ֆիզիկա, քիմիա, ռուսկի պիսմենի։ Հիմա վերջին տարիներին, վերջին արդեն տասնամյակներում բժշկական ընդունվելը հեշտացել է։ Գուցե մի առարկայով, ավելի ցածր գնահատականներով, դա ընդհանուր առմամբ խնդիր չի, կրիզիս չի, որ ավարտող մասնագետները ավելի թույլ են, քան առաջ։ Ես չի ասի թույլ են։ Ինչի են թույլ։ Ջահել են։ Ոնց կարող է նոր ավարտը իման անգամ ինչքան ես։ Փորձի պակասից։ Ես 10 ինստիտուտ եմ անցել, չէ՞։ Այսքան տարվա մեջ։ Երեխեն նոր ավարտել է։ Ինչ բժշկական ինստիտուտում գլուխը մտցրել են, գիրկա կարծած է կամ չի կարծած է, հիմա ինտերնետն է սատկացնում։ Ինտերնետով է սա, նայ այնա, նայ, եթե ունեցել է ցանկություն, եթե չի ունեցել ցանկություն։ Ինչ էլ անես։ Մեկ այլի։ Եվ ասում եմ բժշկական աղջիկները ընդունում են բաժինքի համար։ Օժիտի, հա, էլի, ճիշտ է օժիտի։ Հիմա չեմ կարող ասեմ ես։ Ես միառժամանակ նույնիսկ դասախոսություններ կարդացի, մի տարի ու կես ամբիոնի ասիստենտն էի, հետո տեսա որ այդ մանկավարժությունը ձերը չի, պիտի ստրես լինի, որը ես կարամ մանկաբարձ լինեմ այսենց, կամ շատ մի հոգի լավել էլի, իսկ որ ամբիոնից ես որ լեկցիա կարդում էի, ես ունեի իհարկե գիտեի ինչ եմ կարդում եւ ինչ, բայց ասում եմ ժողովուրդ ջան, ձեզ ինչն է հետաքրքրում։ Բոլոր ակուշերսկի անեստեզիոլոգիան ես գիտեմ, ну может быть ոնց որ ես, այտենց։ Հարց տվեք, հարցերից պատասխանեմ։ Գործնականում էլի պրակտիկա։ Այո, 45 րոպե, երկու անգամ 45 րոպե, որտեղ հարց են տալի, ես որ պատասխանում էի, արդեն բացվում ես, սկսում ես շատ բաներ արդեն քո կողմից ասել։ Իսկ որ գցենք դնեմ, սկսեմ կարդալ, ձերը չի։ Հայլի։ Բժշկի գործը դժվար գործ է, ամենադժվարներից է, կոչումի նման է, այսինքն մարդը եթե չսիրի, չհավատա, անսահման էներգիա չունենա, այս գործում չի հաջողի։ Դուք ասացիք դեռ մի բան էլ, որ չեք փոշմանել։ Չէ։ Այսինքն որ ասում են բժիշկը Աստծուց է, բժշկի գործը, այս ճշմարտությանը համամիտ եք։ Աստծուց է, գիտեք ինչ կա, իմ աշկից դեմ իմ քերին էր։ Ինքը օնկոլոգիայում վիրաբույժ էր, պրոֆեսոր էր, դոկտոր էր ու եթե ես
եկա Երևան, դες տելևիզիոնն ավարտել դրոցս էլ, եկա Երևան, իմ աշկի դեմը միշտ ինքն է եղել։ Մի երկու անգամ էլ հիվանդանոց տարաբան եւ այլն, երևի դի մեծ դեր խաղա, եթե չասեմ ռիշայուսյու էլի։ Իսկ ձեր զավակների մասնավորապես տղայի որոշմանը դուք ազդել եք, թե իրենք էլ։ Տղաս ինքը ընտրեց, հա, աղջիկս չէ։ Տղաս ինքը ընտրեց իր ճանապարհով, որ ասեմ, sense մեջքին կանգնել եմ ունենալով ժամանակ էլ չեք ունեցել, գործի եք եղել։ Բան չունեմ ասելու, ինքը իրանով լավ սովորեց, աշխատեց, երրորդ տարին նոր ընդունվեց, դե հետո դե որ կանգնեիք առաջի տարին կընդունվեր։ Միջամտեիք այն իմաստով, ոչ բան իմաստով էլի։ Հա, բան չունեմ ասելու, բայց ես իմ տղային, գիտեք ոնց եմ մեծացրել, ոնց եմ դաստիարակել, ամենից ինձ թվում էր, որ դա դաստիարակություն է։ 4 տարեկանից ղրգել եմ հացի։ Հողը տվել եմ, զդաչին բեկել է, եկել է 4 տարեկանից, ճիշտ է, ճանապարհ չի անցել, բայց 4 տարեկան է։ Պատասխանատվություն եք տվել, գործ եք տվել։ Մինչև հիմա էլ այտենց է Խնդիր եք տվել։ այտենց է գնում, հա։ Հետո իմ իհարկե միջամտությամբ ինստիտուտը որ ավարտեց, կլինարդինատուրա եմ վաղտ, հիմա ուրիշ բան է, մագիստրատուրա է, ինչ է։ Խնդրեցի տնօրենին, ընդունեցինք մեզ մոտ, Մարգարյանում ինքը շատ լավ աշխատեց, լավ ընկերություն ձեռք բերեց, լավ գործեր անում, հետո ուր գնացա, գնա Դավիթաշեն, պոլիկլինիկայի տնօրեն, ես երանացի տղա ջան մտածի, դե ուր գնացիր տնօրեն, ես, որ կոմոդ հոյակ ապաստացվում, ոչմ գնաց տնօրեն։ Չլսեց։ Հա, ընդեղից տարան բժշկական ինստիտուտ, գործերի կառավարիչ, հետո մինիստրի օգնական, հետո էլ Միքայելյան ինքն իրեն ճանապարհը հարթեց։ Ինքն իրեն, որը իր անկերությունով, որը ինքն իրեն, այո, որը իր մոտեցումներով, հնարավորություններով, ասեմ ինչ ասեմ էլի, հա, ինքն իրան գնաց։ Ինչը ձեզ դուրս չի գալիս, հնարավոր չի, որ ընդհանուր առմամբ մի բան, որ ձեզ հունից կհանի, կջղայնացնի, ես կուզեմ ձեզ մի քիչ հուշեմ, օրինակ վերաբերմունքը բուժառուների, թեկուզ հարազատների, բժիշկներին։ Մենք հիմա ունենում ենք դեպքեր, չէ՞, օրինակ շտապօգնության բժշկին կնեղացնեն, կծեցեն։ Դե հա։ Կծեցեն։ Անցել եմ դրանցով։ Հələ պատմենք էլ են բարդ բաների մասին։ Դե շատ չէ, բայց օրինակ բժշկի տեսակետից էլի։ Ամենածանրը ջայր մահանումը։ Ոչ թե սպանում ենք այդ մահանումը, ծանր սրտային, ծանր թոքային, լյարդը դուրս եկած շարքից, երիկամները ամենահաճախն է իմիջայլոց, երիկամները միշտ չի ստացվում էլի, միշտ չի ստացվում, բայց դե հիմա իջնես, բացադրես, իպրոչե, իհարկե մեծ կոնֆլիկտների մեջ եղել ենք, դադարաններ ենք երկու անգամ, հա, եղել է։ Ձեր գործի ամենադժվար պահն է երևի, ամենադժվար։ Պատկերացրեք դադարանը եւ օրգանները ընկնել ավելի ծանր հիվանդի հետ աշխատելը։ Գիտես ինչ պիտի անես, գիտես ինչ պիտի չասես։ Այդտենց եղել է, իհարկե եղել է մենակնեսի որ ես եմ եղել, չէ, միշտ ես ինձ կցել եմ այդ գործի մեջ, դաժե եթե եղել եմ տունը, միշտ ես եմ, ինձ չեմ պահել դուրս կամ կողել, չէ, էլի դա։ Բայց որ ամեն ինչ արածս լինում կյանքը փրկելու համար, դե մի բան էլ քեզ են մեղադրում, դժվար է, շատ դժվար է։ Գիտեք, որ ես դա հասկանում եմ, եւ վերջին հաշվով երկու հոգի է մտնում մեզ մոտ, պետք է երկուս էլ դուրս գա էլի, չեմ ուզում ավել նոր ասեմ, բայց անցյալ տարի մանկաբարձության համար լավ տարի էր Հայաստանում, ունեցել ենք մի, այդ գիտեք ինչ թիվ է, մոտենում ենք նորվեգիաներին բան, տենց թիվ չի եղել,
սովորության ուժով ամեն դեպքում հաշվում եք, չէ՞, այդ հաշվետվությունը մտովի ամեն տարի պահում եք։ Ամենամեծ հաշվետվության բանն է, ծանրը։ Չէ, դուք ձեզ համար հետ եք հաշվել գործից, բայց միևնույնն է պահում եք, բայց սա ես նկատի ունեմ այդ վերջերս իմացա, որ մի մահ է եղել ռեսպուբլիկայում, ոչ թե մեզ մոտ, ու էլ չփորփրեցի ինչ, գիտեք ինչ մարդիկ կան, դեպքեր է եղել մեզ մոտ, որ եկել են ընդունարան, ես մտել եմ, տեսել եմ այն կապուտ գույնին, այսպես նստած հաշվար, շնչում և հղի։ Զանգ եմ տվել Նորք Մարաշի տնօրեն Եվաղ Դիդա Կարպովնաներ։ Ասում են Դիդա Կարպովնա սենց բանա։ Ինչ անենք։ Ասի բերենք քո մոտ կեսարյան անենք։ Ասեցել է դες մասիվի չի եղի իմ մոտ կեսարյան։ Սրտաբանականում կեսարյան։ Հա, գիտեք քանի դեպք ունեցանք հետո դրանից հետո։ Այդ դրան դրեցինք շկորի թթվածինով բանով տարանք։ Իրանք էլ վաղեցան որ այդ տեսան։ Վերջը շատ չի երկարացնեմ բարեհաջող եղավ երեխային կեսարյանարին երեխուն վեկանանք վերինք մեր մանկականը ինքը մնաց իրանց մոտ դե արդեն իրանք գործը արեցին այդտեղ այսպես ասած ճամփեն բացվեց երևի մի 7-8 դեպք արեցինք ընդ կեսարյան հատում Իսկ ուրախալի պահը, ամենաուրախալի, հաշվել եք, քանի հոգի է, այսպես ասած, ձեր ձեռքերով, այն էլ բարդ ծնունդները, որ այսօր արդեն մեծ մարդիկ են, չեք պահել։ Չեմ հաշվել, բայց ասեմ ձեզ, տարիները անցել, եկել են ասել են, ինձ հիշում ես Սիրգեյ պատվակային, ասի դեմքը ծանոթ է, բայց ինչ եմ որ չեմ հիշում, հա, իրանք են հիշացնում, իհարկե կա դեպքեր, որ ես հիշում եմ, որ մի անգամ հրավիրեցին Բանգլադեշի ծննդատուն, դեպքեր անցնում, ես 15 սուտկա, չեմ դուրս եկել ընդեղից, պրոստը չեմ դուրս եկել, վախներս բերեց կողքում մի դավ ընկեր ունեի, գտնում էի կնդե հաց էինք ուտում, գալիս էինք, էլի, կամ իրանք էին բերում տերերը, էլի, մետել է, էլի, կարել է շատ բան ասել, էլի, Իսկ ամենաուրախալի պահը բժշկի համար ձեր ոլորտի։ Գիտեք ինչա, ես առաջի տարիներ աշխատել եմ ոնկոլոգիայում, ամենաուրախալի պահը ասեն, չէ, արդեն կարող է սովորել եք ես երեխու առաջի ոչինչ, արդեն երեխու առաջի ճիճը, բանը սովորական դառավ, արդեն դե կեսարյանը անում են, որ երեխու ճիճը լսենք, ուրախալի վերջին հաշվով, հա, ընդ կարգանդը կրճատվի, հա, վենի քիչ, բայց այդ երեխայի ճիճից բժիշկն էլ է ուրախանում, բժիշկը չէ, սաղ օպերացիոնը, Ձենը լսում են մի մոտ կանգնում է գործը, շարունակվում է, տենք դեպի 3 սեղան աշխատում է, ես որ ոնկոլոգիայում աշխատում էի, ընդ ուռուցքներ կար օրինակ կրծքի մեջ, ու չգիտեին ինչա։ Բարորակ, չարորակ։ Հա, կնդրում էին այդ ուղարկում էին շտաբ հետազոտման, ուրեմն որ գալիս էր բարվորակ, ուրախությունը պետք է տենայի։ Օպերացիոնով, փույրով, սանիտարկով, բանով, ինչ ուրախություն էր, այդ այնց էլի, դուք որ հարցել եք ամենաուրախալին, ես կարամ ասեմ էտա, իսկ ամեն օրվա մեր իմ ուրախությունն եղել է կեսարյան հատում ծնունդը, մանկան ճիճերը, դա մի ուրիշ բան է, բժիշկ մեր չի իլում դրան սովորել, Հա, բա ինչ բա կյանքը մի քիչ այս ժամանակ անցնում ենք, բայց անհնար է կա տեսակետ, որ բժիշկը ապավինում է Աստծուն գործում, կա որ չէ, երբեմն աթեիստ են, կրոնական հարցեր չքննարկելով բժիշկը Աստծուն ապավինում է անպայման գիտեք ինչ ասում են դուք բժիշկ հավատում եք Աստծուն ասի չեմ տեսել բայց հավատում եմ բա ոնց եք հավատում Ասի, եթե ես մի բան մտքից դրել եմ, ես ծանր հիվանդը դուրս է գրվել, բա ում վրա հույս դնեի։ Ես հասկանում եմ ինձ, ձեռներս, գրքերս, ուղեղս ի պրոչե, բայց չէ որ ասի։
Չէ որ մենք Բարձրյալն ասած ռուսերեն անգել խրանիցիլի։ Չէ, դա անհնարին աշխատել ռեանիմացիայում ակտիվ, անեստեզիոլոգիայում, կարդիոխիրուրգիայում եւ այլն, ու մեջքիդ հետևը Աստվածը չլինի։ Էլի եմ ասում, չեմ տեսել։ Ես չեմ տեսել, բայց օգնել է հավատում եք։ Միանշանակ առավել եւս որ իմ տատիկս papai մաման էլի հավատացյալ էր։ Տելևիզիոն որ ապրում էինք, ինքը երկու տղուն ուղարկի տարան բանակ, ու ինքը ասում էր դիմում երկուսն էլ հետեկան։ Պատերազմից։ Вообще խորացավ այդ գործի մեջ։ Ինքան խորացավ, որ ես 4 տարեկան երեխա էի, իմ առաջի Ստիխատվարին եղել է հայերները։ Խորհրդային միությունում։ Հա, դե ո՞ղ ինչ խորհրդային, ապրում էին իրենց։ Դե բայց չէ, էլի։ Հա, իմը էդ է եղել, հետո որ հիմա որ ասեք ասա չեմ կարող ասել։ Հիմա գանք հիմային, դուք տարիքը ես չեմ հարցրել, դուք ասեք, եթե կուզեք ասեք։ 78 տարեկան եմ։ Ոնց եք զգում։ Դե ոնց ասեմ ձեզ։ Ոնց կարաս գա իրան 78 տարեկանը, աշխատողը, այգի մշակողը, քեֆանողը, համազություն անողը։ Այդ ինձ։ Լավ։ Ռուսերեն ասեմ, ես нигде себя не чувствую лишним։ Ոչ միտեղ ավելորդ չէ, կզգում թեմայի մեջ եք։ Ես ամենայն դեպս ես ինչ որ տենում եմ։ Դե հաշվի առնելով փորձս, գիտելիքներս, արդեն կազմակերպչական ինձ հարցնում են, ես մեր ինստիտուտը Մարգարյան ծննդատունը ոչ թե բաժեն գիտեմ, ոչ թե պատ, քար գիտեմ։ Այդ ցախի մաշկի դեմն է եղել, էլի, հա։ Իմ կյանքի չափ կես դար, որ մարդ միտեղ աշխատի։ Ունեցել եմ, ումից սովորեմ, ունեցել ենք պրոֆեսուրա, ունեցել ենք լավ կազմա, հիմա էլ ունենք։ Իսկ որպես առողջ ապրելակերպ, սննդակարգ, ծխելը, վատ սովորությունները, ես տեսնում եմ, որ ավելորդ քաշ չունեք, այդ ամենին հետևում եք, վարությունները կամ դա էլ որպես խորհրդի կարգով ասեք, հա, 65 եւ ավելի տարեկանների։ Երկար տարիներ ծխել եմ։ Причем ծխել եմ, եթե հերթապահել եմ, եղել է շատ եմ ծխել հերթապահության ընթացքում։ Եթե չեմ հերթապահել, մի քիչ չափավոր, նո չափավորը, որ կնենք մի 20 հատը, երևի թե մի օրուկես։ Դա շատ չէր։ Հետո նենց ստացվեց, որ սիրտը սկսեց ցավել, դեռ կանգերներն էի բան։ Մի հատ լավ ընկերուհի կար կարդիոլոգ էր, ինձ ասաց, Սիրգե, քո մոտ նիկոտին зависимый ստենոկարդիա։ Խապեց։ Սիգարետից կախված ստենոկարդիա, այդպեսի բան չի լինում։ Չկա այդ բան։ Դե իմ վաղ դες չգիտեի, որ չկա, այս դա ունեցի լուրջ, ոնց դե չմեռնեմ երեխեքս փոչուր բան։ Սիգարետ տենքսեցի բրծա։ Փոխվեց ձեր կյանքը, առողջությունը։ Փոխվեց, իհարկե փոխվեց։ Հազս ավարտվեց, պակասեց, ավելին ասեմ, շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ես որ դրսում տեղերքի հետ նստում էին կամ կամպանիաներ լինում, մի քիչ խմում էի, ես իմ դոզան ունեի։ Բայց մի քիչ որ անցնում էի, գալիս էի տուն, մեռած։ Ես զգացի մի քանի ամիս հետո, որ ես ծխելը թարգեցի, իմ դոզան բարձրացել է, ու ես ինձ լավ եմ զգում։ Քանի բաժակից քանի բաժակ։ Դե հիմա չհաշվենք, հա։ Այդտենց անհաշվելի բարձացավ։ Չէ, իհարկե չէ, վերջինաշով սա կյանքը չեմ մոռացել, որ ես բժիշկ եմ, ռեանիմատոլոգ եմ, էլի, իրանք չունեմ։ Երևանում ոնքան խմեմ, որ չկարողանամ ես իմ պարտքս կատարել, չէ։ Բայց եղել է դեպքեր էլի, որ եկել եմ տուն ու ես ինչ վատ եմ զգացել։ Ծխելը վերջացրիք, չծխելով արդեն ոնց որ ծխելու վնասն էր, որ կանամ շատ խմեմ, բայց էլի չեմ խմում էլի։ Իսկ սննդակարգ վարժություններ։ Ամեն ինչ կերել եմ։ Դե գիտեք ինչ կա, որ հերթապահեր, ամեն ինչ ենք կերել։ Իսկ նենց տունը հատուկ իմ համար, ոչ մի բան չեմ պատրաստել։
Կամ բաներ, որ գցենք հաճույքով չեմ ուտում, բայց ուտում եմ։ Իսկ վարժություններ, ֆիզիկական ակտիվություն, քայք, լող։ Հիմա էլ ասեք։ Հիմա իմ վարժությունն իմ հողամասն է։ Իմ հողամասն է փետ կրելով, փետ ջարդելով, չորացնելով, բարձրացնել, իջացնել, էտել, ջրել, թուփ հանել, սրսկել, բերքը հավաքել, տանել, ստե, ընդե, չորացնել։ Ինչից եք ուր ստանում, ինչից եք երջանկանում, բժիշկ։ Ինչից եմ երջանկանում, որ իմ երեխեքս գալիս են ու օգտվում են դրանից։ Ոչ թե գնում են շուկայից հող են առնում, այլ գալիս են իմ մոտ քաղում ու ուտում են։ Հա։ Որ դա երեխեքը կան, թորները շատ են։ Ես Բերքը կա, սպառողը կա։ Նկար ունեմ, իմ տան մեջտեղը հենց կախած է, ես եմ կինս է ու մեր 6 ծորները։ Ծորները, էլի, Ծորները, ոչ թե թորները։ Ծորները 6։ Ռուսերեն ասած մալադեց։ Согласен։ Հրաշալի է, շնորհակալ եմ այս լավ նոտայով էլ ավարտենք։ Իսկական պատիվ եմ էլի համարում, որ եկաք, որ պատմեցիք, որ մարդիկ էլ իմացան, որովհետև ընկել եք գործով PR-ին շատ ուշադրություն չեք դարձրել ձեր։ Ես։ Հա։ Այն վաղ չկար PR մենեջերներ, այդպես բաներ չկար։ Մեր PR-ը մենք էինք։ Մեր PR-ը մենք էինք էլի։ Բան փոխեց վաստակավոր բժիշկ դառնալը Հայաստանի Հանրապետության։ Ինձ համար չէ։ Գնահատեցին, տվեցին, ձեռը սխմեցին, կախեցին ու ասեն ձեզ, որ իմ մեջ մի բան չզգացի, որ փոխվեց։ Չէ, ինչ պետք է փոխվեր։ Ոնց աշխատում էիք։ Չէ, ինչ պետք է փոխվեր։ Դե եսի։ Չէ, ռադիոյը։ Չէ։ Չէ, էլի։ Հրաշալի է։ Հա։ Շնորհակալ եմ։ Ռադիոյը։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։